Լևոն։ Լևոն։ Կներես, բարև։ Այս ուրիշ բան, թե չէ շատ ագրեսիվ ես։ Դեղով լիներ, որ ագրեսիվ չլիներ, հա։ Ասեմ քեզ, միակ բանը, որ դու պիտի անես, դա հանգստություն պահպանելն է։ Հանգստություն։ Ձեռս առնի։ Դու հասկանում ես իմ վիճակը։ Ես փակած եմ 4 պատերի մեջ։ Չգիտեմ երբ եմ մտնում, երբ հալուսանում, դատի օրը նշանակվածա թե չէ։ Հասկանում ես, ես ոչ մի բան չգիտեմ։ Լավ, կարող ես լսել ինձ։ Չեմ կարող։ Ես կխելագարվեմ։ Հասկանում ես, ես խոսելու պահանջ ունեմ։ Զզվել եմ արդեն այս լռությունից։ Ուզում եմ խոսել։ Եթե դու հիմա սկսես խոսելուդ պահանջը, բավարարել։ Մենք չենք հասցնի խոսել գործերից։ Դու հետո կսկսես վաղն ինձ ասել, որ դու ոչ մի բան չգիտես։ Կներես։ Լավ, անցնենք գործի։ Դատի օրը նշանակված է։ Խնդրում եմ ինձ ճիշտ ասել, շանսեր ունեմ թե չէ։ Լավ, հիմա էլ սկսեցիր շտապել։ Ու ասեմ, որ շատ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Ես Լիդան եմ։ Ձեր տնօրեն տեղում է։ Աշխատասենյակում եմ։ Լիդ գնա ասում եմ։ Լիդ, դու հիմա իրավունք չունես թուլանալու, գնա։ Շեկոյան, ինչ է պատահել Սոֆան, ես արդեն 3 օր ինչ քեզ հանձնարարել եմ հետևել Պետրոսյանին, բայց սեղանիս ոչ մի գրառում չկա։ Բայց ախր ես ոչ մի խախտում չեմ նկատել։ Խախտում։ Դու ինչ է երթևեկության կանոններին ես հետևում, որ խախտում գրանցես։ Ես քեզ ասել եմ հետևես Պետրոսյանին։ Ասել եք։ Եվ հետո, այ օրինակ այսօր Պետրոսյանի դասարանում քանի բացակա կա։ 3։ Պարզ է, Պետրոսյանի դասարանի մոտ դա արդեն սովորություն է դարձել։ Բայց եթե անկեղծ լինենք, այդ մեկը այն կորած երեխայի եղբայրն է։ Հետո ինչ։ Իսկ մյուսին էլ ես այսօր առավոտյան տեսա, բայց այս դասին դասարանում չէր ու մեկ էլ Լևոնը չկար։ Պարզ է։ Եթե ընկերը դասի չի գալիս, ուրեմն ինքն էլ պետք է դասի չգա։ Անժելան որտեղ եմ։ Ուսուցչանոցում է։ Բայց գիտեք, մի տեսակ էս վերջերս տրամադրություն չունի։ Դա իր խնդիրն է։ Այս ժամից հետո ինքը դաս ունի, չէ՞։ Ունի։ Դե ուրեմն գնա։ Մի բան էլ ասեմ նոր գնալ։ Ասեմ միայն արագ։ Այս էլ երկրորդ անգամ է զանգում են պատենտային վարչությունից ու Ղազարյանին են հարցնում։ Ղազարյանի։ Նոր էլ զանգեցին ու ասեցին, որ շտաբ զանգի կամ գնա։ Ուր զանգի։ Իրենց էլի։ Ախր ինչ է արել Ղազարյանը, որ իրեն վարչությունից զանգում են։ Դու ինչ է կարծում ես Ղազարյանը հանցագործ է։ Դե իրենից նման բան անհավատալի է, բայց եթե մի բան չլիներ, ինչի պիտի վարչությունից զանգեին։ Լավ, դու գնա ու բերանդ փակ պահիջ։ Ոչ ոքի, ոչ մի խոսք։ Ղազարյանին հանկարծ ոչինչ չասես։ Չասեմ։ Ասացի չասես։ Կարող ես գնալ։
անգրագետ։ Մինչև հիմա չգիտի, թե պատենտային վարչությունը ինչ է, ինչով է զբաղվում։ Լևոն։ 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 Լևոն, ես ինչա վիճակը, Աստված իմ ինչ ա եղել։ Ոչինչ մի ասա, չեմ ուզում աշկերս բացեմ ու սկամ, որ ես ընդամենը տեսիլ կա։ Լևոն, ես ինչ ես խոսում, ես տեղ եմ կողքդ եմ, Լևոն։ Լևոն, քեզ թվում է ես տեսիլք եմ։ Լևոն, հավատա, ես եմ, ես չեմ գնացել, տեղ եմ, Լևոն։ Չես էլ գնալու, թե թռնելուդ որն ես տեղափոխել։ Լևոն, ինչ ա եղել։ Լևոն, ես ինչ ա վիճակը, Աստված իմ ինչ ա կատարում, Լևոն։ Ամեն ինչ շատ լավ է։ Ես են օրը ինձ ավելի վատ է զգում, որ թողեցիր ու գնացիր։ Լևոն, խնդրում եմ, հա մի խոսա, մի հիշացրու, ես էլ ինձ շատ վատ զգում։ Ինձ թվում է, որ շատ դանդաղ մեռնում եմ։ Կնարես ինձ էլի։ Խնդրում եմ, կնարես։ Դատը մյուս շաբաթ է։ Մյուս շաբաթ։ Հա։ Ուզում եմ քեզ ասել, որ ինչքան հնարավոր է քեզ հանգիստ պահես։ Մեղադրող կողմը հնարավոր է, որ դատի ժամանակ քեզ տա հարցեր, որից դու կնյարդայնանաս։ Աշխատի զսպես էմոցիաներդ։ Ու հարցերին պատասխանես այնպես, ինչպես որ ինձ հետ ես խոսում։ Արտյոմ, շատ կարևոր է, որ դու կարողանաս քեզ ճիշտ պահել։ Հասկանում ես։ Հասկանում։ Ես խոսել եմ վկաների հետ, ու թե Սեդան, թե բառի մատուցողը պատրաստ են ամեն ինչ մանրամասն պատմել։ Դա քեզ կօգնի։ Արտյոմ, դու չես լսում ինձ։ Հա, ինչ էր ասում։ Քո գործից էի խոսում։ Տեսել ես Սեդային։ Քեզ գործը հետաքրքիր չի, հա։ Դե չէ, հետաքրքիր է, ուղղակի Սեդան ավելի հետաքրքիր է։ Կասես ոնց էր, ինչ էր անում։ Հարցրեց ինձանից։ Հա։ Այս Սեդանը տվել։ Իսկ գուցե դու դա հետո կարդայիր։ Մենք հիմա գործից խոսենք։ Կներես, չէի կարող չկարդալ։ Այմը կարող են գործից խոսել։ Շնորհակալություն։ Լավ Արտյոմ, եթե քեզ դատի ժամանակ դատավորը հարցնի, թե ինչի իր սկզբում սխալ ցուցմունք տվել, խնդրում եմ, ասա այն, ինչ որ ինձ ես ասել։ Այսինքն ճշմարտությունը։ Այսինքն ճշմարտությունը։ Ինչի հյուրասենյակ չես գալի։ Ինձ տեղ հարմար է։ Դեղեր դու չես խմել։ Խմեմ։ Հենց հիմա խմի։ Ես ճիշտը չգիտեի, դու ինձ ոչինչ չէիր պատմել։ Պապ,
Հենց ուզում էի պատմել, դու ինձ չէիր թողնում, որ պատմեմ։ Ես էլ փախա, որ իմ պատճառով կռիվ չլինի։ Ես այդ սմբատին ցույց կտամ։ Երեկվանից զանգում եմ, հեռախոսը չի վերցնում։ Պապա, խնդրում եմ, աղաչում եմ, խղճա ինձ, հա։ Հիմա էլ ես չեմ ուզում, որ ուրիշ բան ստացվի։ Պապ, ու եթե ինձ ներել ես, խնդրում եմ, թող որ ես դպրոց գնամ, հա։